Ստեփանոսի դեմ կատարված հալածանքի պատճառով ցրվածները հասան մինչև Փյոնիկե, մինչև Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի չէին քարոզում խոսքը, այլ միայն հրեաներին։ Եվ նրանց միջից որոշ մարդիկ, կիպրացիներ և կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էին դիմում ավետարանելով Տեր Հիսուսին, և Տիրոջ զորությունը նրանց հետ էր։ Հավատացյալների մի բազմություն դեպի Տերը դարձավ։ Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցուն, և Բարնաբասին ուղարկեցին մինչև Անտիոք։ Երբ սա եկավ և տեսավ Աստծո շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով հարած մնան Տիրոջը, ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով և հավատով լցված մարդ էր։ Եվ Տիրոջը հարածների վրա բազում ժողովուրդ ավելացավ։ Ապա Բարնաբասը ելավ գնաց Տարսոն, Սողոսին փնտրելու, և նրան գտնելով բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցու մեջ և ուսուցանում էին շատ շատերին, և առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին քրիստոնյաներ անվանեցին։